Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ընդհանրապես բոլորը պիտի թրիպ անվանեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք երթուղու անվանումը թրիպ է ի պատիվ Ամերիկայի նախագահի, ապա ինչու են թուրքերն ու ադրբեջանցիները անընդհատ Զանգեզուրի միջանցք թմբկահարում։ Հիշեցնենք, Թուրքիայի գլխավոր դիվանագետ Ֆիդանը նույնիսկ ձևակերպել էր, թե տեսնում են խաղաղության ճանապարհը, կառուցվում է այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։ Ոչ միայն Ադրբեջանի ուզածով արենում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանի, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Օրերս մեր երկրի ու Ամերիկայի դիվանագիտական կառույցների ղեկավարները Վաշինգտոնում հաստատեցին թրիփի Հայաստան-Ամերիկա կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Համաձայն դրա Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղում Հայաստանն ունենալու է 24, Ամերիկան 76% մասնաբաժին։ Փորձագետները կարծում են, որ սա մեզ համար առնվազն մտահոգիչ է։ Մեր սեփական ճանապարհից փաստացի ամենակիչ օգուտը հենց մենք ենք ունենալու։ Հարցերի շարքն են շարում մասնագետները։ Որքանով է սա նպաստում հայկական շահերին եւ որքանով կարող է օգտակար լինել մեր տնտեսության համար, եթե այդ ծրագիրը, որ իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74%, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Ռուբինյանը նաև այլ հաշվարկներ է անում։ Հերիք չի, մենք այդ թրիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստան գործող։ Այսինքն պարզ է, որ հարկեր, турքեր եւ այլն ստանալու։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության դրույթները թրիփին վերաբերող բոլոր փաստաթղթերում հայ ու ամերիկացի պաշտոնյաները գրել, ամրագրել, շեշտել են, փորձագետները այս հարցում եւս շարունակում են մտահոգություններ ունենալ։ Քաղաքագետը հարցնում է, այդպես գրել են, այդպես էլ կլինի արդյոք։ Լավ է իհարկե, որ ֆիքսվել է Հայաստանի ինքնիրավազորություն, ինքնիշխանությունը, բայց գործնականում կարող է ստացվել այնպես, որ դա միայն թղթի վրա մնա եւ իրականում այնտեղ ոչ միայն Հայաստանը որևէ գործառույթ չունենա, բացի այդ 26% հավաքելուց, այլև չկարողանա օրինակ այդ տարածքը օգտագործել այլ նպատակներով, օրինակ Իրանի հետ երկաթուղի կառուցելը, որովհետեւ այնտեղ այդ հատվածում կառուցապատման բացառիկ իրավունքը կարծես թե տրվում է թրիպին, որի հայրաբաժինը մեծ մասը ամերիկյան է։ Փաստաթղթում տարընթերցումներ չկան, համոզված է խորհրդարանի փոխխոսնակը։ Ռուբինյանը նաև տեղեկացնում է, ամերիկյան ստեղծվող ընկերության հետ պայմանագրում դեռ կետեր են առանձնացնելու, դարձյալ հստակումներ կլինեն։ Ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերի մասին։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստան։ Թե ընդհանուր որքան կարժենայությունիքի ամերիկյան ճանապարհի ծրագիրը վերջնական հաշվարկներ դեռ չկան, ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմում դեռ չգիտեն, ինչ գին են վճարելու Թրամփի երթուղու համար։ Գրքերից միայն Աստվածաշունչը չի կարող հասնել Բաքվի զնդան պատանդարված հայերին, արգելքը հստակ է։ Այս հանգամանքը չի վրիպել միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցչի ուշադրությունից։ Այն, որ քրիստոնեությունը նույնպես Բաքվում դատում են, Սիրանուշ Սահակյանը հիմնավորում է նաև կրոնական սիմվոլիկան Ադրբեջանի բանտից ամբողջությամբ առգրավելու իշխանությունների որոշումներով։ Հավաքել են ամեն ինչ, նույնիսկ հայերի դաջվածքներն այրել։ Ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաև կրոնական ասպեկտ։ Այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ, քերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու
հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը, թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին։ Բաքվի ֆարսն արդեն ուղիղ 1 տարի դատարանից տեղափոխվել է ռազմական տրիբունալ։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, նախաքննության փուլում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը միասնական էր։ Արցախի նախկին բոլոր առաջնորդները, նաև 8 գերիները, որոնց ադրբեջանցիները պատանդարել էին 2023-ի սեպտեմբերի հարձակման ժամանակ, միասին էին կանգնել դատարանի առաջ։ Նույնն էին մեղադրանքները, հնարովի ապացույցները։ Սակայն դատավարական կոնկրետ փուլում Ալիևի դատարանը որոշեց առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը։ Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում։ Եվ Վարդանյանի եւ արդեն 15-ի միասնական գործով ընդհանուր շուրջ 150 դատական նիստ է եղել։ 1 տարվա դատավարական շոուն ամփոփելով Սահակյանն ուղիղ ձևակերպում է կոնկրետ փաստեր, այդպես էլ չտեսանք։ Այս ընթացքում բացառապես քաղաքական թեզեր են թարգմանել իրավական լեզվով։ Ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումներ եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, դրա ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելիություն եւ ի նպաստ գործունեություն եւ սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարների։ Օրերս Հայաստանում դատապարտված սիրիացի վարձկանահաբեկիչները տեղափոխվեցին Սիրիա, Ադրբեջանից հայրենադարձվեցին 4 գերիները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը քաղաքական երկխոսության շրջանակում հնարավոր է արդյոք։ Սահակյանը նախ տեղեկացնում է 15-ի գործով Ալիևի դատարանը հավանաբար մինչև այս ամսվա վերջ դուրս կգա խորհրդակցական սենյակից, կհրապարակի վճիռը, իսկ քաղաքական գործոնը մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի համոզմամբ այս ամբողջ ընթացքում էլ ճնշել է իրավականությունը։ Նրանց վերադարձի պարագայում ես եւս իրական համարում եմ, որ առանց ձևականությունների հնարավոր է վերադարձ ապահովել եւ մենք ունեցել ենք նաեւ տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդ թիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ ամբաստանյալը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ուստի պետք է կարճել այդ վարույթը։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի գործին, ապա այստեղ իրավապաշտպանը տպավորություն ունի, թե ադրբեջանցիներն առայժմ փորձում են միտումնավոր ձգձգել գործընթացը։ Նոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ կան, նաև զանգերը տուն զգալի քչացել են։ Հայաստանում գնաճը առավել զգալի է դարձել ամենօրյա սպառման մթերքներում եւ ծառայություններում։ Թանկացումները առաջին հերթին հարվածում են թոշակառուներին եւ նվազագույն եկամուտ ունեցող քաղաքացիներին, որոնց համար նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղը դարձել է դժվար հասանելի։ Ամենակենսական սպառողական զամբյուղի ապրանքների գներն աճել են։ 2025 թվականի օգոստոսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ հացի գինը աճել է 5.1, թռչնամսի գինը 1.5, տավարի միսը 2.5, խոզի միսը 10.3, կարագի գինն աճել է 12.8, բուսական յուղինը 16.8, սուրճինը 13.5, շաքարավազինը 7.5, բանջարեղենի գինը 3.6 եւ մրգինը 11.6%-ով։ Հայաստանում նվազագույն թոշակը 36,000 դրամ է։ 2025 թվականի առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը 45,000 դրամ է եղել, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ։ Հիմա նվազագույն աշխատավարձը, ասենք թե էլի հավանական է, որ կբարձրանա ապագայում եւ նվազագույն աշխատավարձը բարձրանում է, բայց քանի որ գնաճը հետը նույնպես լինում է, հաճախ տեղի ունենում այնպես, որ նվազագույն աշխատավարձը դեռ չբարձրացած, ինչպես ասում են, արդեն ցանկացումների պատճառով նվազագույն զամբյուղը նորից գալիս հավասարվում է կամ մի բան էլ ավել է լինում։ Այսինքն նվազագույն աշխատավարձը չի ապահովում նվազագույն զամբյուղի ծախսերի չափը։ Հայաստանում 2025 թվականի 3-րդ եռամսյակում
Պարենային զամբյուղը 44150 դրամ է եղել, նվազագույն սպառողական զամբյուղը 81600 դրամ։ Այս երկու զամբյուղները 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 6%-ով։ Պարենային զամբյուղի մեջ ներառված են հացամթերքը, միսը, կատնամթերքը, միրգ, բանջարեղենը, իսկ սպառողական զամբյուղում բնակչության կենսական ծախսերն են՝ հագուստ, կոշիկ, ծառայություններ։ Մասնագետների խոսքով թոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների մեծ մասը չի կարող ապահովել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները։ Թոշակները, նպաստները ցածր են, աշխատավարձերը չեն ինդեքսավորվում համապատասխան գնաճի հետ, եւ սրա արդյունքում շարունակաբար ունենում ենք բարձր աղքատություն։ Թվերը մտահոգիչ են, դրանց հիմքում իրար չհամապատասխանող ծախսերն ու եկամուտները։ Անկանխիկ գործակների ավելացումը դրական երևույթ է։ Միանշանակ միտումը եւ այդ ցանկությունը շատ լավն է, բայց ցանկալի կլիներ, որ այդ գործընթացները յուղական բնակավայրերում ենթակառուցվածքներ լինեին, բանկոմատներ լինեին, այդ անկանխիկ վճարման միջոցները լինեին, նոր կառավարությունը այդպիսի հարց առաջ քաշեր։ 2020 թվականից մինչև 25 թվական այդ ընթացքում նվազագույն կենսաթոշակը բարձրացել է շուրջ 36%, սակայն նույն ժամանակահատվածում գրանցված գնաճը փաստացի չեզոքացրել է այդ աճի ազդեցությունը։ Այս տարվա հունվարից ներդրված քեշբեքի համակարգը եւս տնտեսագետների գնահատմամբ չի կարող համարվել արդյունավետ սոցիալական աջակցություն։ Մասնագետները համոզված են, առանց թոշակների եւ աշխատավարձերի իրական ինդեքսավորման գնաճը շարունակելու է խորացնել սոցիալական անհավասարությունը, մեծացնելով աղքատության ռիսկը Հայաստանում։ Արագածոտնի մարզում արտակարգ վիճակ էր, Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհը հատվածն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով։ Ոչ միայն ձնամաքրման աշխատանքներ չէին կատարվել, նաև աղի ու ավազի խառնուրդ չկար։ Տեսեք, ճանապարհը ընդհանրապես մշակված չի աղու ավազով։ Հունվարի 19-ն է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34 կմ հատվածն ենք դեպի Երևան ընթացող եւ Երևանից դեպի Գյումրի ընթացող ճանապարհահատվածը տեսնում եք ինչ վիճակ է։ Ընդհանրապես կարելի ասել աշխատանքներ չի կատարվել ճանապարհի սպասարկող ճանշինի կողմից։ Ուժեղացված ծառայություն էին կատարում Արագածոտնի եւ Շիրակի մարզի գումարտակների պարեկները, ՆԳՆ նախարարի հանձնարարականն է։ Պարեկներն այս կերպ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում էին մինչև Արագածոտնի մարզ դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն էին շարունակում ուղեկցել։ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Երևանից Արագածոտնի մարզից վարորդներին ուղեկցում են դեպի Շիրակի մարզ։ Աշխատանքները տեղում ղեկավարում է գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, Շիրակի մարզում է Լևոն Մարտիրոսյանը։ Նույնիսկ տեսեք, կոշտանող ճանապարհը մաքրված չի։ Բարձի թողի վիճակ էր նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, ձյան շերտից մաքրված չէր։ Զունը հեռացրել են, կարծես թե, բայց ոչ մի աշխատանք չի կատարվել, որ նորից լրացուցիչ աղու ավազի խառնուրդով ճանապարհը մշակեն։ Ծառայություն էին իրականացնում նաև փրկարարծառայության Շիրակի եւ Արագածոտնի մարզերի փրկարարական ջոկատների փրկարարները, այդ թվում Թալինի, Անիի, Աշտարակի հրշեջ փրկարարները։ Նրանք ձնակույտերի ու մերկասառույցների միջից դուրս են բերել 20-ից ավելի մեքենա։